Մեր աշխատանքի ուղղություններից մեկը գերճշգրիտ ժամանակի չափումները։ Չափում ենք մասնիկների ժամանման ժամանակը աննախադեպ կարելի ասել ճշտությունով, որը մեր մոտ հասնում է պիկովարկյանի։ Պիկովարկյանը 10-12 աստիճանի վարկյան, այսինքն գերճշգրիտ այդպիսի ճշտություններ այս պահին չկան։ Մեր ռադիոհաճախականությունների վրա հիմնված ժամանակ չափով սարքավորման պրոտոտիպներից մեկն է։ Դա լույսի կամ մասնիկների աղբյուրն է այստեղ տեղադրված, որի ժամանակը մենք չափելու ենք։ Տեղից գալիս է մեր ուսումնասիրվող մասնիկների փունջը, հրում է ինչ-որ մեր թիրախը, որից առաջանում են երկրորդական էլեկտրոններ։ Այս երկրորդական էլեկտրոնները արագանում են, մագնիսի միջոցով ծռվում են եւ մտնում են հիմնական սարքավորման մեջ։ Էլեկտրոնները կազմում են, պարզ դեպքում կազմում են շրջանագիծ եւ նայած այդ շրջանագծի որ փուլում է ընկնում մասնիկը, մենք կարող ենք որոշենք, թե շատ մեծ ճշտությամբ, թե որ ժամանակի պահին է ծնվել այս սկզբնական երկրորդական էլեկտրոնը։ Այսպիսի տեխնիկան, այսպիսի մեթոդը կարող է գտնել շատ լայն կիրառություն ինչպես ֆունդամենտալ գիտությունում, այնպես էլ կիրառական ասպարեզներում, ինչպիսիք են օրինակ բժշկությունը։ Այստեղ օրինակ նկարագրած է, երբ որ լույսը ծրվում է մաշկի միջով, ծրված լույսի ժամանակային բաշխում է չափվում եւ այդ ծրված ժամանակը ճշգրիտ վերականգնելով կարելի է որոշել, թե որտեղ են ինչ-որ կուտակումներ եւ այսպիսով անել քաղցկեղային դիագնոստիկա։ Հիմնականում դա ուղղված է քաղցկեղի դիագնոստիկայի վրա, բայց դա կոչվում է fluorescent imaging, ֆլուորեսցենտային պատկերացում, հա։ Կենսաբանական շատ process-ները իրանք շատ կարճ են եւ այդ կարճ process-ները կենսաբանական բռնցնելու, հա, եւ նկարագրելու համար պետք է ունենալ համապատասխան ճշտություն։ Եվ այդ մեթոդը, այդ ուղղությունը կոչվում է ֆլուորեսցենտային պատկերում, հա, որի համար այսպիսի սարքավորումը շատ մեծ կիրառություններ կարող է ունենալ։ Այս պահին մենք ունենք գիտկոմիտեի դրամաշնորհն, որը նախատեսված է 3 տարով։ Դրամաշնորհի շրջանակներում մենք պլանավորում ենք անցկացնել տեստավորումներ եւ գիտափորձեր մեր արտասահմանցի գործընկերների հետ, մասնավորապես Ճապոնիայում եւ Գերմանիայում, որտեղ կան համապատասխան արագացուցիչներ, որոնց հետ շատ հարմար է մեզ աշխատել։ Դա կլինի փաստորեն առաջին կիրառումը այս սարքավորման մեր օրենսդրությամբ, ես ինչ գումար ստանում եմ պետությունից սարքավորում գնելու համար, պետք է հայտարարվի տենդեր, այդ տենդերի ինչ որ մի կազմակերպություն պետք է մասնակցի, շահույթ ունենա, որպեսզի ինձ տրամադրի այդ սարքավորումը։ Առանց այդ փոքր բյուջեից ծախսում եմ ավելի շատ գումար, քան կարող էի ծախսել եւ առնում եմ ավելի քիչ սարքավորումներ, ավելի վատ սարքավորումներ։ Ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում դա կոռուպցիայի դեմ պայքարելու ինչ որ միջոցի համար է արված, բայց մեր դեպքում, երբ որ մեզ պետք է ինչ որ մասնագիտացված գիտական սարքեր, դրանք տենդերին դնելը ես այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Ընդհանրապես գիտության ֆինանսավորումը ինձ թվում է պետք է լինի ավելի լուրջ, մասնավոր սեկտորը սպասում է շատ արագ շահույթ, որը գիտության հետ այդքան էլ չի առնչվում։ Տասնյակ տարիներ են պետք, որ ինչ որ գյուտից շահավետ ինչ որ բան ստացվի։ Այն էլ ոչ ամեն գյուտից է ստացվում եւ զարգացած երկրներում ֆունդամենտալ գիտությունը կամ գիտությունը զարգանում է, այդ գիտությունից ինչ որ մասեր, ինչ որ ճյուղեր տալիս են, պտուղներ տալիս են, որոնք հետո շահագործվում են արդեն մասնավորների կողմից։ Հիմա եթե գիտությունը ընդհանրապես շատ ցածր մակարդակի է, մեր մասնավորն էլ սպասում է, որ 1 տարուց ինքը պետք է արդեն գերշահույթ ունենա, չգիտեմ դա ոնց կարելի է այդպես հեշտ լուծում գտնել դրան։